Բարեարև իմ սիրելի կշարքներ ասցենդենտի նշանով եւ արևի նշանով։ Իհարկե առաջինը լսում ենք ասցենդենտի նշանը, որի իմացությունը պայմանավորված է ձեր ծննդյան ճշգրիտ ժամի իմացությամբ։ Գիտեք, դա շատ կարևոր է, որովհետեւ ոչ միայն նշանը իմանալը, այլ նաեւ աստիճանը իմանալը, որտեվ այստեղ նրբություններ կան, հիմա չեմ կարող բացատրել, բայց ընթացքում տեսեք անխատեսումը անելիս, այստեղ արդեն կառավարվում է, եթե առաջին մաքսիմում միջև 5-10 աստիճանում է գտնվում, իրավիճակը փոխվում է, վերջին 5 աստիճանում է գտնվում, այսինքն 25-ից 30, այստեղ լրիվ իրավիճակը ուրիշ է լինում եւ դու չես իմանա, եթե չգիտես աստիճանը, չես կարող հասկանալ դու երբ ես այդ խնդրից դուրս գալու։ Դրա համար ուրեմն շատ կարևոր է ժամի իմացությունը։ Սա իհարկե ես ընդհանուր կասեմ, երբ կներկայացնեմ, արդեն բոլորի համար ընդհանուր դեկտեմբեր ամսվա համար կանխատեսումը, բայց այդպես ստացվեց, որ ձեր նշանի համար այսպես մանրամասնեցի եւ իհարկե դուք երկրորդ տեղում եք, պահպանել եք ձեր երկրորդ տեղը, ինչի կապակցությամբ ես ձեզ շնորհավորում եմ եւ հիմա ներկայացնեմ դեկտեմբերի կանխատեսումը։ Մենք ունենք հետեւյալ նորությունները, ձեր մոլորակը կփոխի նշանը, Մերկուրին, Մարսը եւս կփոխեն նշանները եւ Նեպտունը կդառնա ուղընթաց, իսկ գիտեք, արևը ինքը ամեն ամիս փոխում է իր նշանը, ինքը չի լինում հետընթաց եւ 21-ին արևը կփոխի իր նշանը, կմտնի այծեղ ջուրի նշան եւ հենց այդ օրը տեղի կունենա ձմեռային արևադարձ, այսքան մենք ունենք, ես կարող ասեի լիալուսին, նորալուսին, արդեն գիտեք, որ դրանք միշտ էլ լինում են եւ երկու կարևոր թերևս իրադարձություն է, դա այն է ձմեռային արևադարձը եւ երկրորդ կարևոր իրադարձությունը, որ սև լուսինը ուրեմն դուրս է գալու դեկտեմբերի 20-ին Կարիճի նշանից եւ ձեր ֆինանսների տանից դուրս կգա, ի վերջո ձեզ կթողնի հանգիստ, որովհետեւ ձեր ուրեմն կյանքում եղել են ուրեմն կարևորագույն ճակատագրական իրադարձություններ են կատարվել, որ պայմանավորված է ձեր ինքնագնահատականի հետ, դա կարող է լինել աշխատանքի հետ պայմանավորված, աշխատավարձի կամ ասենք գիտեք, այստեղ կարող է լինել ծնունդի մահվան թեման եւս կամ պարզապես այլ կարևոր իրադարձություններ, այստեղ կարող է առողջականին վերաբերել, որովհետև հեռավոր մոլորակներ այդպես հարմար տեղավորվել են համապատասխան նշանում, համապատասխան տանը եւ այդ խնդիրներն են առաջացրել, ուստի դուք այդպես գումարներ ծախսել եք եւ ի վերջո ինքը այս դեկտեմբեր ամսին ինքը դուրս կգա եւ արդեն ձեզ հանգիստ կթողնի, ձեր մտքերը ուղված կլինեն այլտեղ հիմնականում։ Իսկ հիմա մենք սկսենք սկզբից դեկտեմբերի 1-ին ձեր մոլորակը սիրելի կշարքներ, ինքը կմտնի աղեղնավորի նշաներողություն, աղեղնավորի նշան, դա ձեր երրորդ տունն է։ Իդեպ ասեմ, որ դեկտեմբերի կեսերին այստեղ Մերկուրին եւս կտեղավորվի աղեղնավորի նշանում, այնտեղ արդեն գտնվում է Մարսը եւ բոլորը այդպես հավաքվում են աղեղնավորի նշանում, ձեր երրորդ տան արևը եւս այնտեղ է։ Իհարկե Մարսը դեկտեմբերի 15-ից մինչև 26 թվականի հունվարի 23-ը ինքը գտնվելու է արդեն այծեղ ջուրի նշանում, դուրս է գալու այծեղ ջուրի նշանում, ինքը գտնում է էկզալտացիայում, ասել է թե բարձրակետում եւ դուք այստեղ բնականաբար ձեր նպատակների հետ կապված բավականին կակտիվացնեք ձեր գործողությունները եւ հնարավոր է, որ դրանք շատերի մոտ համենայն դեպս սիրելի ասցենդենտով կշարքներ ուղված կլինեն արտերկրի թեմային, այստեղ ուրեմն դուք ձեր ընկերների հետ, հարազատների հետ կքննարկեք արտերկրի թեման միանշանակ, միգուցե նաեւ հանդիպումներ լինեն կամ պարզապես զրուցեք այդ թեմայի շուրջ եւ փորձեք գալ կոնկրետ
որոշման կամ եզրահանգման։ Գիտեք, 26 թվականից հիմա 26 թվականի հնարավոր է կեսերից ապրիլից հետո, ապրիլ-մայիսից հետո շատ ավելի հարմար ժամանակ է, որ դուք շատերը այդպես շատ անսպասելի նորից կարող են հայտնվել արտերկրում եւ ասեմ, որ առաջիկա մի քանի տարում ձեզ մոտ ակտիվ է լինելու արտերկրի թեման եւ գիտեք, դա կարող է լինել ուսման հետ կապված, դա կարող է լինել on-line եւ դասավանդել եւ դասեր վերցնել ոմանց մոտ ավելի հաճախ, ոմանք ավելի հաճախ կգնան տուրիստական այդպես շրջագայության, ամուսնություն, ուսում կամ պարզապես աշխատանք, իսկ ոմանք էլ մտածում են այնտեղ ընդմիշտ արտերկիր գնալու մասին եւ դրա համար իրենց հարազատների հետ, ընկերների հետ այդ հարցը կքննարկեն, բնականաբար այստեղ ֆինանսական հարցերն են, ոմանք ուրեմն նրանք ովքեր հնարավորություն ունեն, այստեղ վաճառք կարող է լինել, արքու վաճառք, այսպես ասենք, վաճառք կարող է լինել, ոմանք գիտեք, այստեղ նաև մոլորակի մուտքը աղեղնավորի նշան կոնկրետ ինքը ավելի հեշտացնում է, տանում է դեպի գիտեք լեզվի ուսումնասիրության կամ ինչ որ համակարգչային ծրագրի ուսումնասիրության, այսինքն կարծես թե գնում են նախապատրաստական շրջան, որ 26 թվականին իրենք մեկնեն արտերկիր կամ այն ինչ որ թվարկեցի փորձեն դա ուրեմն իրականացնել, շատ հնարավոր է որ on-line նույնիսկ արտերկրի հետ կապված դասեր լինեն եւ կամ պարզապես օտարլեզու ուսումնասիրեք, որովհետեւ կոնկրետ ունեք պլաններ, նպատակներ, որոնք պիտի իրականացնեք, ինչպես ասացի 26 թվականի կեսերից նոր դա ավելի իրական կլինի եւ հնարավոր։ Այսպեսի ուրեմն իրավիճակ է ընդհանուր եւ 5-ին ուզում եմ նշել, շատ կարևոր է նշել լիալուսինը եւ նորալուսինը, Հայաստանի ժամանակով գիշերը 3:13 րոպե 53 վայրկյան, արևելուսինը կհակադրվեն 14 աստիճանում եւ երկվորյակի նշանում տեղի կունենա լիալուսինը, ահա տեսնում եք, իդեպ ասեմ, որ դժվար լիալուսին է լինելու, այստեղ կարող են ոմանց մոտ դատական թեմաներ լինեն, ամուսնական ինչ որ այդպես խոսակցություններ լինեն եւ այս լիալուսինը այդքան էլ լավ լիալուսին չէ եւ հնարավոր է որ իհարկե ձեր անձնական քարտեզով էլ է պայմանավորված, բայց հավանաբար դուք կհասկանաք, որ մոտ ժամանակներից, այսինքն այս ամիս մյուս դեկտեմբեր, հունվար, թեկուզ փետրվար, այդ ժամանակահատվածում արտերկրի հետ կապված հարցերը կարծես թե այդքան էլ սահուն չեն ընթանում, կամ ասենք հնարավոր է բարեկամներ ունենաք, այդտեղ ուրեմն շփումները, հանդիպումների մասին ուրեմն խոսեք եւ ուղղակի իրենք դուք չկարողանաք այդ հանդիպումը կազմակերպել կամ հնարավոր չլինի այն ինչ որ նպատակադրվել եք իրականացնել եւ ինքը կհետաձգվի, դուք կհասկանաք բոլոր դեպքերում, որ դեռ գործեր կան աշխատանքի հետ կապված, առողջության հետ կապված, որ դուք դա պիտի ավարտեք եւ հետո նոր ուրեմն 26 թվականի կեսից ինչպես որ ասեցի, ձեր պլանները իրականացնել, այնպես որ հիմա դուք դա կհասկանաք, որ դեռ ժամանակը չի եւ դեռ անելիքներ կան, ինչ որ բաներ հարկավոր է վաճառել կամ նախապատրաստվել կամ ինչ որ այլ հարցեր, ինչպես ասացի, առողջության հարցերը կարող են լինել, որոնք հետաձգում են, դուք դա պիտի ավարտեք, որ նոր կարողանաք իրականացնել։ Ահա, սա այսպես եւ ուզում եմ նշել նաեւ, որ դեկտեմբերի 10-ից մինչեւ 2026 թվականի հուլիսի 7-ը Նեպտունը ուրեմն կդառնա ուղղընթաց, Նեպտունը խոյի նշան էին մտել այդ երկու հեռավոր մոլորակները, Նեպտունը եւ Սատուրնը մտել էին խոյի նշանում, գիտեք, այստեղ
չեմ կարող շատ բան ասել, որովհետև դա պայմանված են ընդհանուր ոչ միայն նշանից, այլև աստիճաններից, գրադուսից, հա, ձեր ասցենդենտի նշանի, բայց բոլոր դեպքերում այստեղ առողջական հարցերն են եւ հիմա ուրեմն իրենք հետընթաց են եւ մեկը դարձավ ուղընթաց, հիմա Նեպտունն է դառնում ուղընթաց եւ ձեր ուշադրությունն են հրավիրում ոչ միայն աշխատանքին, այլ նաեւ առողջության թեմային, այնպես որ ես կարծում եմ շատ ասցենդենտով կշարքներ, միգուցե նաև արևի նշանով կշարքներ, բայց հիմնականում ասցենդենտով իրենց առողջությանը պետք է ուշադրություն դարձնեն։ Դա շատ կարևոր է, պիտի դա կարգավորեն, որպեսզի կարողանան շարժվել առաջ եւ ես կարծում եմ մինչեւ 26 թվականի այդպես ապրիլ-մայիս ամիսներից նոր իրենք կավարտեն մեծամասնությունը համենայն դեպս խնդիրներից կազատվեն եւ արդեն կմտածեն իրենց ապագայի մասին եւ այլն շարժվենք առաջ եւ ամենակարևորը նորալուսինը, որ կլինի դեկտեմբերի 20-ին Հայաստանի ժամանակով 5:43 րոպեին 9 վայրկյան 29 աշճան մարևլուսինը կմիավորվեն ձեր երրորդ տանը աղեղնավորի նշանում, որտեղ էլ որ հավաքվել են բոլորակները եւ այնտեղ իհարկե փորձում են հարցեր կարգավորել եւ իհարկե կավելանա նորալուսինը կլինի ասացի 29 աշճանում աղեղնավորի նշանում եւ հենց նույն օրը ուշադիր նույն օրը սև լուսինը դուրս կգա ձեր երկրորդ տանից եւ կտեղավորվի առաջիկա 9 ամսում տեղավորվելու է աղեղնավորի նշանում, այսինքն դեկտեմբերի 20-ից 2025 թվականի մինչև 2026 թվականի սեպտեմբերի 14-ը ես նշում եմ, պիտի նշեմ անպայման, որքան էլ որ ինձ ասում են մեզ կարևոր չի թե որ մոլորակը որտեղ է, եթե ինչ որ մի խմբի դա կարևոր չի, ապա հիմնական մարդիկ ովքեր լսում են, իրենք որոշակի պատկերացում ունեն, հասկանում են եւ իրենց համար կարևոր է հասկանալու, իմանալու թե սև լուսինը որ նշանում է գտնվում եւ որքան է մնալու, ուստի ես պարտավոր եմ այդ մասին խոսելու եւ այսպես դեկտեմբերի 20-ից 9 ամիս ինքը կտեղավորվի աղեղնավորի նշանում եւ դա հենց տեսեք միաժամանակ լինում է նորալուսինը դեկտեմբերի 20-ին եւ հենց այդ օրը նորալուսնով ինքը մտնում է աղեղնավորի նշան իհարկե գիտեք այստեղ ֆինանսական եւս որոշակի հարցեր կլինեն, փոփոխություններ կլինեն, միգուցե ինչ որ մի բանի համար գումար ծախսեք, նորից ասենք կամ առողջության հետ կապված կամ շատ տարբեր հարցեր կարող են լինել ուրեմն ձեզ մոտ կամ աշխատանքի հետ կապված կամ արկո վաճառքի ինչ որ բան եք ուզում գնել, ինչ որ բան վաճառել, այսպես փոփոխություններ կարող են լինել եւ ձեզ մոտ ինչպես արդեն հենց սկզբից եւ յետ ասեցի դուք ձեր ընկերների, հարազատների հետ կքննարկեք միանշանակ ուրեմն արտերկրի թեման յուրաքանչյուրն իր նպատակներով պայմանավորված, իսկ նրանք ովքեր ուզում են ավտոմեքենա գնեն անպայման ըստ իրենց անձնական քարտեզի դա կարող են իրականացնել, դա շատ հնարավոր է մոտենում է ժամանակը եւ դուք դա կարող եք իրականացնել եւ իհարկե ինչպես որ արդեն ասեցի 21-ին հաջորդ իսկ օրը տեսեք որքան այդպես խտացված են 20-ին լինում է նորալուսինը, սև լուսինն է փոխում իր նշանը, հաջորդ իսկ օրը արդեն տեղի ունենում ձմեռային արևադարձը, սև լուսինը ասում սպասի ես մտնեմ աղեղնավոր, հետո նոր ձմեռային արևադարձ, հետո նոր թող ուրեմն դա սկսվի։ Դա կատարվի այնպես որ հաջորդ օրը արևը դուրս կգա աղեղնավորի նշանից եւ կտեղավորվի ձեր 4-րդ տանը այդ ջուրի նշանում նո բնականաբար ինքը աղեղնավորի նշանում իրեն շատ ավելի լավ է զգում կրակի նշան է հողի նշանում այդքան էլ իրեն լավ չի զգա բնականաբար արևը բոլոր դեպքերում այստեղ ձեր ապագայի հարցերն են դրվելու սեղանին եւ հավանաբար կզրուցեք, կքննարկեք, թե ինչ է լինելու ձեր ապագան ամուսնություն, արտերկրում ամուսնություն կամ արտերկրում աշխատանք կամ ուսում, շատ տարբեր կամ
մի խոսքով տարբեր կարող են լինել, իհարկե Մարսը 15-ից արդեն գտնվում է այդտեղ, այնպես որ որոշակի գործողություններ կլինեն եւ ինքը ձեզ կդիմավորի օդանավակայանում կդիմավորի սա էլ էսպես ես ուզում եմ նշել լրացուցիչ, որ կան որոշակի օրեր, որովհետեւ գիտեք ձեր փորձում եք նաև այդ օրերը ձեր հարազատների, ընկերների հետ, քույրերի հետ, եղբայրների հետ չգնալ կոնֆլիկտի, ինչ որ հարցեր չպարզաբանել, կոնկրետ օրերը հանդիպումներ չունենալ, ամուսնության հարցեր չքննարկել, դատական հարցեր չքննարկել, ցանկալի չէ։ Ուշադիր, ուրեմն ամսի 1-ին պլյուս մինուս 1-2 օր, այնուհետև դեկտեմբերի 8-ին պլյուս մինուս 1-2 օր եւ դեկտեմբերի 18-ին եւս պլյուս մինուս 1-2 օր ուշադիր եղեք, հետևեք իմ խորհրդին, սա կարևոր է եւ այդ օրը հանդիպումներ ունենալ, ֆինանսական հարցեր քննարկել, սիրո հարցեր, ամուսնության եւ այլն, ինչպես որ արդեն ասացի, եւ հարազատների հետ եւս ինչ որ խնդիրներ, եթե կա փորձում եք դա, ասենք, կարգավորել, ցանկալի է այդ օրերին չլինի։ Իհարկե սա ընդհանուր ձեր քարտեզը կարող է լրացուցիչ ինչ որ բաներ ասել կամ բոլոր դեպքերում այս օրերը կան, նեգատիվ էներգիան ինքը կա, իհարկե ձեր քարտեզում եթե լավ ասպեկտացիաներ լինեն, կարող է դա այդպես նշмарելի չլինի, դուք այդքան չզգաք, բայց բոլոր դեպքերում կա։ Զգուշանալը, զգոն լինելը շատ ավելի ճիշտ է, քան այս սխալ օրերին ռիսկի գնալը։ Երևի թե ուրեմն այսքանով ավարտեմ, քանզի սրանք էին կարևոր իրադարձությունները, սիրելի կշեռքներ եւ իհարկե ինչ խորհուրդ կարող եմ ձեզ տալ, ձեր ֆինանսական վիճակը ասացի արդեն 26-ի կեսերից կարող է որոշակի հունվարից ասենք, այդպես դուք կզգաք դա, որոշակի փոփոխություն կզգաք, բայց իհարկե վերջնական ձեր ֆինանսական հարցերը կկարգավորվեն 2020 թվականի ապրիլ-մայիսից հետո, այդ ժամանակահատվածում նոր ինքը կարող է կայունանալ, որովհետև դուք հիմա ասենք ձեզ գումար է գալիս, դուք այդ գումարը նորից ծախսում եք, նորից գալիս է, նորից ծախսում եք, հավանաբար այդպես կարևոր նպատակների համար շատ կարևոր անհրաժեշտ են, ուստի դուք դա ծախսում եք, որտեվ եթե գալիս է այդ էներգիան, որ դուք պետք է ծախսեք, բնականաբար պետք է լինեն այդ կարևոր իրադարձությունները, որպեսզի դուք ծախսեք, հենց այնպես չի լինում դա։ Այնպես որ այդ ամենից դուք կազատվեք եւ արդեն նպատակներ ուղղությունը կփոխվի, իսկ դրա մասին ես արդեն հետևեք իմ հաղորդումներին, ես արդեն կներկայացնեմ ձեզ այդ մասին հաջորդիվ։ Իսկ այսօր այսքանը, լավ եղեք, առայժմ։